Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Փակ TV հեռուստաընկերության եթերում տևական ընդմիջումից հետո Արենա բանավեճային ծրագրի հերթական թողարկումն է։ Ես դիմում եմ մեր այն հարգարժան ունկնդիրներին, ովքեր արդեն հետևում են Փակ TV հեռուստաընկերության հաղորդումներին, բայց դեռ չեն հասցրել բաժանորդագրվել Փակ TV հեռուստաընկերությանը, խնդրում եմ նրանց սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել Փակ TV հեռուստաընկերությանը եւ շարունակել դիտել մեր հետաքրքիր հաղորդումները, թողարկումները։ Այսօր մեր բանավեճային ծրագրի հյուրերն են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի անկախ պատգամավոր Մասկ կուսակցության ներկայացուցիչ Հակոբ Ասլանյանը, փոխնախագահ ներողություն պարոն Ասլանյան եւ անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղեբոնդյանը։ Բարև ձեզ, պարոն Ղեբոնդյան, բարեկամներ, ես ձեզ երկուսից շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը եւ եկել եք այս տաղավար։ Ժամանակ եք գտել։ Ես եմ շնորհակալ։ Ուրեմն թույլ տվեք անցնենք մեր օրակարգային հարցերին, այն ինչի շուրջ դուք այսօր պատրաստվում եք բանավիճել։ Թեժ կամ ոչ թեժ, արդեն դուք կընտրեք։ Նախ սկսենք եկեղեցի իշխանության եկեղեցի եւ իշխանություն այս հակամարտությունից։ Ոմանք դա անվանում են ոչ թե եկեղեցի եւ իշխանություն, այլ եկեղեցական որոշ գործիչներ եւ իշխանություն հակամարտություն։ Հիմա կտեսնենք դուք ինչ տեսակետներ ունեք այս առումով։ Ամեն դեպքում այս հակամարտությունը գնալով ավելի է թեժանում եւ կարծես թե նոր երանգներ է ստանում։ Ինչ կարծիքի եք, այս հակամարտությունը արդարացված է, արդարացված չի, իշխանությունների քայլերը դրական են, եկեղեցական որոշ գործիչների հանդեպ կամ եթե որակեք ամբողջ հայ առաքելական եկեղեցու հանդեպ, թե ոչ։ Պարոն Ասլանյան, սկսենք ձեզանից։ Դժվար պարտականություն եք դնում ինձ վրա, բայց ասեմ, այդ առումով հարցը խուճուճ է, որովհետև այնինչ արվում է եկեղեցու շուրջը, եթե ամբողջությամբ առանձնացնենք ընդհանուր գաղափարից, պետք է ուրիշ բացատրություն տանք, բայց եթե դա ընկալենք որպես ամբողջականի մի մաս, դա արդեն ուրիշ է։ Իրականում ինձ համար պարզ է, որ եկեղեցու դեմ արշավը, որը սկսվել է, ոչ միայն անօրինական է, հարցը դա է, որ դա շատ սովորական 26 թվականի ընտրություններին պատրաստությունն է։ Այստեղ Այսինքն զուտ քարոզչական նպատակ է, հա, եւ հարցը դրված է այսպես։ Ոչ եկեղեցի մաքրելու, բարելավելու, բարեփոխելու, հա։ Նիկոլ Փաշինյանը շատ խելացի ձևով դանդաղորեն իր ճանապարհից հեռացնում է բոլոր այն մարդկանց եւ այն ուժերին, որոնք կարող են խանգարել իրեն վերընտրվելու։ Այնինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը ոտից գլուխ ուղղորդված է միմիայն 26 թվականի հունիսին իր վերընտրմանը բոլոր հարցերը եւ եթե մենք այդ կոնտեքստում նայենք սա մեզ համար պարզ հասկանալի կլինի եկեղեցին այն ուժն է որը հստակորեն կարող է խանգարել Նիկոլ Փաշինյանին, այո, իրենց վերարտադրությանը։ Բայց իրենք ասում են, պարոն Ասլանյան, կներեք, իրենք ասում են եկեղեցական շատ ու շատ գործիչների չպիտի նույնացնել ողջ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ Եվ եթե այդ գործիչները հեռանան, եկեղեցին կմաքրվի, կդառնա իրապես հայ առաքելական Սուրբ եկեղեցի, այդ գործիչները խանգարում են, այդ գործիչները անգամ ոմանց կողմից որակվում են որպես ռուսական KGB-ի գործակալներ, որոնք խանգարում են մեր պետականությանը, ասեք դրա մասին։ Այդ նոր հայտնաբերեցին, հայտնագործեցին 8 տարի է իշխանության գլխին նստած մարդը նոր հասկացավ կամ նոր հայտնաբերեց, ինչու հենց հիմա, հենց այսպես եւ հենց այս րոպեին պահանջ առաջացավ դրա
ճշտման համար։ Այստեղ ամեն ինչ պետք է դա թե չէ, կա դա այդ ամեն ինչը թե չէ, կա եկեղեցին բարեփոխելու անհրաժեշտություն կամ այդ ինչպես իրեն Կտրիչ Ներսիսյանին հեռացնելու անհրաժեշտություն թե ոչ, իր ամբողջ խմբով։ Կներեք, կար թե չկար, բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրորեն եկեղեցին եւ պետությունը անջատված են իրարից եւ եկեղեցական գործերը պետք է եկեղեցու շրջանակներում որոշում կայացվի։ Քաղաքական իշխանությունը իրավունք չունի սահմանադրորեն իրավական տեսակետից խառնվելու այդ գործին։ Ես այդպես եմ մտածում, որովհետև ես օրենքի մարդ եմ։ Ահա, բայց իրենք ասում են, որ իրենք են խախտում եկեղեցական ներքին բարոյական օրենքները, չեք գտնում, որ դա այդպես է։ Դա իրենք թող որոշեն, նորից եմ ասում։ Գուցե եւ խախտում են։ Գուցե չգիտեմ, ինձ դա չի հետաքրքրում։ Կուսակրոնության այդ ուխտը եւ այլն։ Կներեք, իսկ որտեղից են գտնելու մարդ, որը կուսակրոնությունը չի խախտել։ Հասկացած ես։ Պարոն Ղևոնդյան, ձեր կարծիքը խնդրեմ այս առումով։ Իմ խոսքը բխեցնեմ պարոն Ասլանյանի տարբեր մտքերից, ինչու տարբեր, որովհետեւ այնտեղ կան բաներ, որոնք գոնե իմ դիտարկմամբ մեկը մյուսին չի համընկնում, տեսեք, պարոն Ասլյանը ասում է, որ ըստ ծառայության համաձայն եմ եկեղեցին անջատ է պետությունից։ Այստեղ նշանակում է, որ այո, եկեղեցու գործերը պետք է իրականացվեն եկեղեցու ներսում, բայց սա նշանակում է նաև, որ պետության գործերը պիտի իրականացվեն պետության ներսում։ Եվ եթե պետությունը իրավունք չունի եւ այո, պետությունը իրավունք չունի որպես պետություն խառնվել եկեղեցու գործերին, եկեղեցին իրավունք չունի որպես եկեղեցի խառնվել պետության գործերին։ Միաժամանակ պարոն Ասլյանը ասում է, որ եկեղեցին ուժ է, որը կարող է թույլ չտալ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, խանգարել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Արդեն այստեղ խախտվում է այդ տրամաբանությունը, այսինքն պետությունը գործ չունի եւ իրավունք չունի, չի կարող խառնվել եկեղեցուն փոփոխություն, բայց եկեղեցին կարող է թույլ չտալ, որպեսզի որևէ քաղաքական ուժ գա իշխանության։ Ստացվում է, որ խնդիրը արդեն մյուս կողմից եկել է եւ այստեղ, երբ դուք դա բնորոշում եք, պարոն Ասլյան, եկեղեցու դեմ արշավ, ստացվում է, որ սա պետության դեմ արշավ է սահմանադրության տրամաբանության մեջ, որտեղ նորից հիշենք, եկեղեցին անջատ է պետությունից։ Այստեղ կա երկու ինստիտուտ՝ եկեղեցի որպես ինստիտուտ եւ պետություն որպես ինստիտուտ։ Փաստորեն, եթե եկեղեցին դարձել է ուժ, որը կարող է թույլ չտալ, որ որևէ քաղաքական ուժ դառնա իշխանություն, եկեղեցին արդեն խախտել է այդ սահմանադրական։ Կներեք, եկեղեցին չի խախտել։ Հարցն այն է, որ առաջիկա ընտրություններում եկեղեցին ընտրությունները թողնենք, լավ, եկեղեցին դարեդար եղել է եւ կա որպես ազգահավաք մի կազմակերպություն։ Այսինքն պետությունը այդպես չէ։ Պետությունը երբեմն այդպես չի լինում, դրա համար պետությունները նաեւ կործանվում են։ Շատ կներեք, եկեղեցին միայն մի ընկալեք որպես մարդիկ, եկեղեցին ամբողջ հանրությունն է, իսկ այդ հանրության մեծ մասը դեմ է, որ վարչապետը որոշի, թե ով պետք է լինի երկրի բանը, կաթողիկոսը։ Գուցե ձեր ասացի մեջ էլ ինչ-որ ճշմարտություն կա, բայց այստեղ հարցը ուրիշ տեսակ է դրվում։ Հարգարժանս, այսպես է, կա եկեղեցին, եթե եկեղեցին սխալ էր, եկեղեցին ինչ-որ հայտարարություն էր անում, վարչապետը իր գնայր կամ քեզ մոտ հրավիրեիր կաթողիկոսին, նստեիք երկրի հոգևոր եւ այսպես աշխարհիկ իշխանություններ, քննարկեիք, գտնեիք մեր երկիրը ծանր վիճակից հանելու ճանապարհը։ Իսկ ես էլ ուրիշ տեսակ եմ մտածում։ Այսօր եկեղեցին արտահայտում է ավելի շատ է արտահայտում հանրության ժողովրդի շահերը, քան Փաշինյանն ու ՔՊ-ն։ Ինչու, որովհետև շատ կներեք քաղաքական առումով այսօր երկիրը շատ ծանր վիճակի մեջ է ընկած։ Իհարկե, պատկերացնում եք, եթե եկեղեցին ասում է, որ վարչապետը սխալ քաղաքականություն է վարում, եթե ասում է, որ ենթադրենք, չպետք է այս հարցը այսպես լուծվի, վարչապետը ցանկություն ունի իր նպատակներն իրականացնելու ընթացքում, ես ասացի, իր ճանապարհից հեռացնելու բոլոր նրանց, ովքեր ինչ որ ձևով կարող են խանգարել։ Իսկ դա որն է։ Դա անկլավների հարցն է, որը շատ վտանգավոր է։ Օրինակի համար վարչապետը մի օր
մի անգամ գոնե մինչև այսօր չի ասել, որ Ադրբեջան, Ալիև, եթե դու անկլավների հարց ես բարձրացնում, որևէ իրավական թուղթ ունես, որ ապացուցես, որ անկլավ ունեն, 1926 թվականի քարտեզներով Հայաստանի Հանրապետության սահմանները 31,000 են եւ ոչ մի անկլավ չկա այդտեղ։ Այդ ոնց եղավ, որ անկլավը ինչ է նշանակում, որ այդ տարածքը նախորդ պատկանել է այսինչ պետությանը, բայց գտնվել է քո տարածքում։ Իսկ ինչ է ադրբեջանցիներ եկել են այդտեղ ինչ որ ժամանակ ապրել են, ուրեմն դա իր արդեն այդպես է։ Այդ դեպքում մենք ասենք, որ Լոս Անջելեսը անկլավ է մեր համար, որովհետեւ Լոս Անջելեսում 1.5 միլիոն հայություն է ապրում։ Այսինքն տեսնում եք, որ դա գոյաբանական վտանգ է այդ անկլավների վերադարձը, ադրբեջանցիների այսպես կոչված փախստականների վերադարձը, փախստականների վերադարձը ամենից են ասում Արևմտյան Ադրբեջան, չէ՞։ Կներեք, փախստականների վերադարձը ամենավտանգավորն է, որովհետև տեսեք, այսօր իշխանությունները ոչ մի բերան չեն ասում, որ Հայաստանի չկա փախստական։ Բայց իրենք ասում են չեն վերադառնալու տանկերով, վերադառնալու են մեքենաներով եւ դրա մեջ վախենալու կա։ Գիտեք ինչ կա։ Հակարի կամուրջը հիշում եք։ Այո։ Ահա, հիմա ես դրա հետ կկապեմ։ Ինչ է լինելու։ Եթե անկլավները, նախ անկլավներով մենք ստրատեգիական կարևոր կետեր են կորցնում, որով ընդհանրապես կորչում է մեր պաշտպանունակությունը, եւ երկրորդ, այո, նրանք թևերը թափ տալով են գալու, փախստականների անվան տակ, թե ովքեր են գալու դեռ հələ կազմը մենք չենք կարող ասել, որովհետեւ իսկ ինչ կլինի, երբ 300,000 ադրբեջանցի գա լցվի քո երկիր, որոշ ժամանակ հետո մի հատ խժդժություններ անեն, չէ, նրանք կգան, գիտեք ոնց, թևերը թափ տալով, հո դու չես դնելու կրակես, թե սահմանս մի մտեք։ Նրանք չեն գալու տենց, նրանք գալու են խաղաղ ճանապարհով Հայաստանը գրավելու ու գրավելու են։ Գիտեք 90-ական թվականներին, երբ այս բանը սկսվեց, շարժումը։ Մեր ընկերը մի քիչ այդ ժամանակվա համար երևի 90-ական թվականներին դեռ պատանի էր թուրքական մի քանի վերլուծականներ իմ աչքով ընկան, որ թուրքերը ադրբեջանցիներին 88 թվականի դեպքերից եմ ասում։ Մեղադրում էին, որ միթե դուք չէիք կարող մի 30-40 տարի էլ համբերել, մինչև ձեր քանակությունը այնքան կլներ, որ խաղաղ ճանապարհով Հայաստանը մենք կվերցնեինք։ Եվ այդ բանը հիմա նրանք այդ նույն ծրագրին են վերադառնում, այսինքն խաղաղ ճանապարհով գան լցվեն Հայաստան։ Իսկ Նիկոլը գնում է դրան։ Եվ հայտարարում են, որ իսկ ինչ կլինի, որ այնտեղ ինչ որ մեկը հայտարարում է, բա ոնց է որ Ջավախքում հայերը ապրում են, այ ինքեր դուք այդ ինչ համեմատություններ եք անում։ Մենք վրացիների հետ 18 թվականին ընդամենը մի 3 օրվա հակամարտություն ենք ունեցել ու վերջացավ գնաց։ Իսկ Ադրբեջանի հետ դեռ արյունը չի չորացել։ Դուք ուզում եք այսօր բերեք 100 ադրբեջանցի եկավ արդեն մեծ վտանգ է Հայաստանի համար 100-ը ոչ թե 300,000 Բարձր պարոն Ասլանյան ձեր տեսակետը այս առումով ես հասկացա ես հիմա խոսքը փոխանցեմ պարոն Ղեմոնդյանին քանի որ արդեն դուք առաջ ընկաք ինձնից կռահելով որ այս հաջորդ հարցը պիտի սա լիներ եւ ուզում եմ նաեւ կապացել այս հարցին եւ իմանալ պարոն Ղեմոնդյանի տեսակետը միգուցե ձեր տեսակետին հակադիր թե նաեւ կապացելու մի այլ հանգամանք Այսօր ձերբակալություններ կան հոգեբորական գործիչների, հասարակական, քաղաքական գործիչների, պարոն Ղեմոնդյան, նույնը կուղեմ նաև, նույն հացը կուղեմ նաև պարոն Ասլանյանին։ Դուք դրանք համարում եք քաղաքական հետապնդումներ, քաղաքական հալածանքներ, ինչպես նաև հոգեբոր գործիչների եւ նաև այս հարցի շուրջ, որ ինձնից շատ վարպետորեն պարոն Ասլանյանը առաջ ընկավ, կռահելով, որ այս հարցը պետք է իրեն տայի Այս հարցի մեջ, այս խնդրի մեջ ադրբեջանցիների վերադարձ Ալիևյան այս ռետորաբանության, այս ագրեսիվ ռետորաբանության նոր տեղատարափը Սևան չկա կա ադրբեջանական գյուղ, էլ չեմ ասում արևմտյան Ադրբեջան, էլ չեմ ասում եւ ոչ թե Երևան, այլ Երևան,
Դուք սրա մեջ այդ վերադարձի եւ այլ անկլավների պահով գոյաբանական վտանգ տեսնում եք թե ոչ։ Ես համբերատար սպասում էի, բայց ես պիտի հետ գնամ, որովհետեւ այնտեղ բավական բան կա, որի վերաբերյալ իմ տեսակետները չեն համընկնում պարոն Ասլանյանի տեսակետների հետ։ Նախ նշեմ, որ պարոն Ասլանյանը այն ամենը ինչ ասում է, որ Նիկոլ Փաշինյանը կանչեր, եկեղեցին գտնում է, որ սխալ են անում եւ այլն եւ այլն, այդ բոլորը բացարձակապես չի համընկնում նրա հետ, ինչ մեջբերեց պարոն Ասլանյանը, որ եկեղեցին անջատ է պետությունից։ Նորից նշեմ, եկեղեցին անջատ է պետությունից նշանակում է, որ ոչ միայն պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին, եկեղեցին չպետք է խառնվի պետության գործերին։ Եթե եկեղեցին խառնվում է պետության գործերին, տրամաբանական է ենթադրել, որ պետությունը խառնվի եկեղեցու գործերին։ Նախ սա, երկրորդը, ես որևէ փաստ չունեմ, առաջինը, որ ինչի մասին պարոն Ասլանյանն է ասում, համոզված է ասում, գուցե պարոն Ասլանյանը փաստ ունի, ես որևէ փաստ չունեմ, որ եկեղեցին ավելի մեծ ընդգրկում ունի, քան Հայաստանի պետությունը այսօր, եւ անձամբ ինձ համար Հայաստանի Հանրապետությունը աներկբա, առաջնային եւ գլխավոր ուրեմն շահն է ցանկացած հայ մարդու, առավել եւս Հայաստանի Հանրապետության քաղաքացու, եւ մենք առաջին հերթին հայ ենք եւ Հայաստանի քաղաքացի, հետո նոր հայ առաքելական եկեղեցու հետևորդ, թեև ես ինքս այո հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Եթե կա այսպիսի աստիճանակարգություն, ինձ համար այդպիսի աստիճանակարգություն չկա, հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը, պետության հպատակ լինելը ինձ համար հավասարարժեք են։ Բացի այդ, խոսել այն մասին, որ կա եկեղեցու դեմ արշավ այն դեպքում, երբ Հայաստանի պետության, պետական իշխանության ամենաբարձր ներկայացուցիչները ամեն շաբաթ գնում են ինչ-որ մի եկեղեցի եւ այնտեղ պատարակ է մատուցվում։ Բայց ասում են նաեւ ընդդիմադիր դաշտից, որ անօրինական է, չի կարելի։ Որ կարգավորից արված քահանայի պատարակը անօրինական է, այնտեղ որևէ մեկը կարգավորից արված չէր, առավել եւս որ թեմի առաջ։ Տեր Արամին նկատի ունեմ։ Գուցե ինչ-որ մի տեղում կա այդպիսի հարց, այդ հարցը պիտի լուծեն բավարար եկեղեցուն։ 8 տարվա մեջ քանի անգամ էին պատարակ գնացել մինչև այս դեպքերը։ Ես վերադառնամ պատասխանեմ ապա ձեր հարցին, պարոն Ասլան, ես վերադառնամ խնդրի հաջորդ կողմին, վերաբերյալ մեր ժամանակային առանձնահատկություններից ելնելով ադրբեջանցիների վերադարձի եւ անկլավների հարցին, նորից ես որևէ փաստ չունեմ, որ որևէ ադրբեջանցի վերադառնալու Հայաստան։ Կա Ալիևի խոսողույթ դրա մասին, կա այդ Արևմտյան Ադրբեջան հասարակական կազմակերպության ղեկավար իրենց падգամավորի խոսույթ դրա մասին, չկա Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնյայի խոսք այն մասին, որ մենք համաձայն ենք, որ այդ մարդիկ փախստական են կամ մենք համաձայն ենք, որ բայց չկա նաև մի որևէ խոսույթ, որ այդպիսի բան չկա, որ չկա, եթե չկա, հերքումը չկա։ Ինչու եք դուք ելնում այն փաստից, որ եթե հերքում չկա, ուրեմն դա իրականություն։ Եթե մի բան ձեզ ասում է դուք չեք հերքում, ուրեմն դուք համաձայն եք այդ մտքի հետ։ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ կներեք, եթե ես լինեի, Ալիևին կասեի Ալիև Ռադդքաշի, իմ ժողովուրդը չի կարող Մենք տեսել ենք քաղաքական գործիչներ, ովքեր Ալիևին ասել են Ռադդքաշի եւ տեսել ենք թե դա ինչով վերջացավ։ Եկեք ամեն դեպքում իրական քաղաքական գործընթացների մասին խոսենք։ Ինչ վերաբերում է անկլավների վերաբերյալ գոյություն ունի Հայաստանի Հանրապետության պաշտոնական խոսք, որը ասել է Նիկոլ Փաշինյանը, առ այն, որ դեռ պետք է հասկանանք, թե այդ անկլավները ինչպես են ձևավորվել, բայց կա նաև մեկ այլ իրականություն, կներեք, այսինքն Փաշինյանն ասում է դեռ պետք է նայենք, թե անկլավները ինչպես են ձևավորվել, պետք է հասկանանք, կա անկլավ, թե չկա, այն ինչ դուք եք ասում։ Չկա։ Դե Փաշինյանը չի ասել կա, թե չկա, նա ասել է պետք է Փաշինյանը պետք է հստակ ասի, որ չկա անկլավ։ Կա մեկ այլ իրողություն։ Մեկ այլ իրողությունը հետևյալն է. Հայաստանը ճանաչել է պաշտոնապես, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29743 քառակուսի Ադրբեջանը ճանաչել է։ Մի րոպե, Ադրբեջանից չենք խոսում։ Հայաստանի Հանրապետությունը իր իրավասությունն է ճանաչել 29743 քառակուսի կիլոմետրի նկատմամբ։ Հիմա ինչքան է տիրապետում։ Սա նշանակում է, մի րոպե, դրա մասին չեմ խոսում։ Սա նշանակում է մեկ բան, որ 29743 կիլոմետրը եթե մենք գետնի վրա գծենք, ձեր նշած այդ 3 հատվածները դուրս են մնալու դրանից։ Դուրս են մնում։ Եթե Արծվաշենը վերցնում ենք եւ մնացածը հաշվում ենք, գումարում ենք իրար, պարոն Ասլան, լինում է 20743։ Այդ 3 հատվածները դուրս են մնում։ Ընդ որում, ես բացարձակապես համաձայն չեմ ձեր այն կարծիքին, թե այդ 3 այսպես կոչված անկլավներ, որոնք իրականում գուցե չվերադարձվեն Ադրբեջանի, նորից ես փաստեր չունեմ, որ դրանք վերադարձվելու են, թե այդ 3 հատվածները
ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար։ Տիգրանաշենի դեպքում 12 կիլոմետր ճանապարհն անցնում է։ Այո, այդ ճանապարհը կարելի է կառուցել, ընդամենը կառուցել շրջանցելով Տիգրանաշենը, գազատարը, որը անցնում է Ոսկեպարի մոտով, միայն քսվում է սահմանին եւ չի մտնում Ոսկեպարի մեջ, այսինքն մենք չունենք այդպիսի խնդիր, որ այդ անկլավները, եթե հանկարծ Տիգրանաշենը Ադրբեջանին պետք է ռազմավարական տեսակետից, որտեղ խցկվում է մեր Տիգրանաշենը վերահսկել ավելին ասեմ ես, Տիգրանաշենը, եթե հանկարծ ինչ որ տեսականորեն թեև ես դրա մասին որևէ տվյալ չունեմ, եթե հանկարծ ինչ որ տեսականորեն դառնա Ադրբեջանի մաս, Տիգրանաշենը ունենալու է կոմունիկացիայի խնդիր եւ ամենակարևորը որևէ ռազմական միավոր ասել որ կունենա Ադրբեջանը տալիս է այդպիսի երաշխիք։ Ես եմ նշում, որ ինչ կունենա, չէ, կունենա կոմունիկացիայի խնդիր, օրինակ, կունենա կոմունիկացիայի խնդիր կոմունիկացվելու Ադրբեջանի հետ, որովհետեւ Տիգրանաշենը չունի ջուր, ջրի խնդիր։ Անմիջապես կքաշեն։ Չեն կարող քաշել, Հայաստանի թույլ չի տա ջուր քաշել։ Ո՞ր չի քաշել։ Հայաստանի Հանրապետությունը, ուղղակի թույլ չի։ Հայաստանի Հանրապետությունը թույլ տվող չլներ, թույլ չէր տա։ Դուք ենթադրում եք, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանը որևէ փաստաթուղթ ապացուցել է, որ դրանք անկլավ են։ Տեսեք, բայց Ներեք, բարեկամներ, ես խնդրեմ, ավարտեք։ Այդ ամենը հաշվի, այն ամենը ինչ այն իրողությունները, որոնք գոյություն ունեն հաշվի առնելով, ես կարծում եմ, ամենահավանական զարգացումն այն է, որ հանրաքվեների միջոցով այդ Հայաստանի 3 հատվածները, որոնք 20742 քառակուսի կիլոմետրում չեն մտնում, կմնան Հայաստանին Արցվաշենի փոխարեն։ Ենթադրում եմ ես դա, իհարկե ոչ որևէ փաստ դրա վերաբերյալ չունեմ։ Բայց անկլավների փորձանքից կազմակերպվի, այսպես չի լինի, բայց մի կարևոր բան էլ կա, որի մասին չեն խոսում։ Արցվաշենը ադրբեջանական 26 գյուղերը իրար կապող ճանապարհ է, եւ Արցվաշենի վերադարձը Հայաստանին չի ձեռնտու չէ Ադրբեջանին այնքան, ինչքան մեր 3 այդ ասպես կոչված ոչ ոք չի գնալ Արցվաշեն։ Այո, ես էլ եմ Ինչու եք կարծում, որ գալու են Տիգրանաշեն հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, ինչպես դուք ակնարկում եք, եւ Ալիևը ամեն մի ընտանիքին $100,000 կտա, ասի դուք կգնաք։ Հետևից ուժայինները կբերի։ Հայաստանում ուժայինները չեն կարող մտնել անկլավներ, դա միջազգային արգելված։ Ուժային չեն, չկներեք։ Վերջերս մի հավաք էր Երևանում ընկիններ, որ Հակարին իբր թե ներկայացել էր, որ այդ հավաքը կազմակերպել էր մեր կազմակերպությունը, պարոն։ Բայց իրականում այն իսկական ալիևական գաղափարախոսությունը կրողներից մեկն էր, որը ես պատասխանեմ, քանի որ այդ հավաքը կազմակերպել էր մեր կազմակերպությունը, ես նշեմ, որ Ադրբեջանում մեզ նման չէ, որ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները որոշում են ինչին մասնակցեն։ Ադրբեջանում Ալիևը ում ասում է, նա էլ գնում է։ Այնպես որ այդտեղ պետք չէ փնտրել գտնել, թե իրականում նա եկավ, նա չեկավ։ Բայց ամեն դեպքում, պարոն Ասլանյան, եթե Ադրբեջանը կբերի քաղաքացիականի անվան տակ ուժային եթե իրեն կանցնի Տիգրանաշեն, մենք էլ մեր քաղաքացիականի անվտանգ ուժերին կուղարկենք Արցվաշեն։ Ինչու է կարծում, որ Ադրբեջանը կանի ինչ-որ բան, մենք չենք կանի։ Չէ, որտեղ մինչև կներեք, որտեղ մինչև հիմա չեք արել։ Երբ որ մենք սահմանազատում եւ սահմանագծում ենք անցկացնում, ասում ենք հայելայինով պետք է լինի։ Մենք հետ ենք քաշվում, իսկ Ադրբեջանը հիմա էլ է հայտարարում ոչ մի մետր իմ գտմած տարածքների չեն վերադառնալու նման բանի իսկ դա 208 կիլոմետր քառակուսի է պարոն Ասլան եւ ես վերջին շրջանում համենայնպես օգոստոսի 8-ից հետո երբևէ չեմ լսել որ Ալիևը կամ որևէ պաշտոնյա Ադրբեջանում հայտարարի թե մենք այդ գրաված տարածքները հետ չենք վերադարձնելու դրա փոխարեն զատո ինչպես ասում են Ադրբեջանը բարձր մակարդակով հայտարարում է որ Սյունիքը դա մեր պատմական հողն է Հայաստանի SSS տարածքները մեր արևմտյան բան են ստեղծում են արդեն Արևմտյան Ադրբեջան կազմակերպությունը Պարոն Ասյան, եկեք բխեցնենք մեր կարծիքները այն իրականությունից, որը կա, որը հնարավորություն մենք ունենք։ Իրենք կարող են հայտարարել, որ ես եւ դուք իրենց պատակն ենք։ Հարգարժանս, գիտեք ցավալին որն է։ Ես ձեզ հետ կհամաձայնվեի, որ ամեն մի խոսույթից հետո այստեղից ասեին, դու մի հատ ռադդ քաշի գնա, այդ իրավունք չունես։ Եթե դու խոսում ես դու խոսում ես քո ներքին էլեկտորատի համար, դա ուրիշ բան է, ուրիշ տեսակ խոսի, բայց բացահայտ միջազգային խոսույթներում մի ասա, որ դա արևմտյան Ադրբեջանը, մենք դեռ պետք է վերադառնանք մեր պատմական հայրենիքը, պատմական հողերը։ ՄԱԿ-ի ամբիոնում եւ Ղազախստանում եւ դրանից հետո Եվրոպայում Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի խոսություններից հետո նրան պատասխանել է, բայց դա մի կողմ թողնենք։ Ես նախընտրում եմ, Զանգեզուրի միջանցք ասած պատասխանեց։ Ես նախընտրում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը աշխատի ոչ թե խոսի։
Հայաստանի ղեկավարությունը այսօր աշխատում է այդ ուղղությամբ քայլեր արվում է։ Չեմ կարծում, որ բավարար է աշխատում, բայց ինչ-որ չափ չի աշխատում, որովհետև ես որպես թողնենք, որ ես ազգային ժողովի падգամավոր եմ, անկախ եմ, անկախ չեմ, падգամավոր չեմ, Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացի եմ, ու ես տեսնում եմ, որ մեր իշխանությունները ոչ մի ձևով չեն արձագանքում եւ ոչ մի ձևով գրողի ծոցը չեն ուղարկում ադրբեջանցու Ալիևը կլինի, Փաշազադեն կլինի, ես իմ որ մեկը կլինի, չէ, ուրեմն Պարոն պատասխան կներեք դուք երկուստ էլ մարտական ուղի եք կներեք պետք է եթե կարելի հարց տամ նոր կներեք աշխատելը գրողի ծոցը ուղարկելն է ձեր կարծիքով մի րոպե նաև ատամ ցույց տալը ուրեմն Մյունխենը հիշում եք Մյունխենից որ վերադարձավ սա իրականություն է արդեն ազգային ժողովում կատարված բան է այո Ալիևը ուրեմն այնտեղ Փաշինյանի հետ բաներ խոսացել վերադառնալուց հետո սա առաջին անգամ է եթերում եմ ասում դեպքը ներքին քննարկման ժամանակ պարոն Փաշինյանն ինձ ասում է պարոն Ասլան այդ ինչ վատ դրության մեջ դրեցիք ինձ ասում եմ ինչ է պատահել պարոն Փաշինյան ասում է Ալիևը մոտեցավ Մյունխենի այո բանի ժամանակ Ալիևը մոտեցել է ասել է պարոն Փաշինյան այ դու խաղաղության այնվան խաղաղության խաչմիրուկ էինք ասում դեռ խաղաղություն չէր բանա բա դուք խոսում եք խաղաղության խաչմիրուկից բայց դուք падգամավոր ունեք որ ասում է հələ թող Ալիևը սպասի 1-2 տարի մի հատ մենք մտմեջներս ուղենք ուրիշ տեսակ խոսանք իր հետ ասում է ես ասի որ այդպես բան հնարավոր չի մեկ է զանգ տվեց իր օգնականին թե բերեք լինկը բերեցին ասում եմ միացրեց նայեցինք մենամ պարոն Ասլան դուք եք խոսում թե Ալիևը թող սպասի մի տարի կես 2 տարի մի հատ մենք մշկներս լավ ուղենք այն ժամանակ Ալիևի հետ ուրիշ տեսակ կխոսանք ու ուրիշ ձևով կխոսանք այսինքն Սա դուք առաջի անգամ եք հրապարակում պարոն Ասլանյան այո չեմ ասել ուրիշ բաներ էլ կա ձեզ չեմ վնասի դրա չէ ուրիշ բաներ էլ կա որ ասվել է հասկանում եք ասենք իմ ասած խոսքերը անմիջապես առել տարել են ոնց է հասել ոնց չի հասել օրինակի համար նույն հիշում եք Թուրքիայի բանի ժամանակ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ չէ Թուրքիայի երկրաշարժի ժամանակ այո Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկեց ճիշտ է թե ոչ ճիշտ է ուրեմն այդ ամբողջ ավերակների վրա կանգնած է հաղորդավարը եւ ասում է շնորհակալ ենք բոլոր ժողովուրդներից թարգմանություն ընդ է գնում է բայց ասում է Հայաստանն էլ է ճիշտ է ուղարկել մարդասիրական օգնություն բայց այդ Հայաստանի արած մարդասիրական օգնությունը կեղծ է եւ դրա վառապացույցն այն է որ Հայաստանի ազգային ժողովում կա падգամավոր Հակոբ Ասլանյան անունով որը հայտարարում է որ ինձ համար ամենալավ թուրքը մեռած թուրքն է սա էլ եմ ասել դա հին խոսք է դա հին խոսք է ես շատ եմ լսել ես ասել եմ ու գնացել ես մի անգամ խորհրդակցության ժամանակ ասի ես մեր նախնիներից չնայած իմ նախնիները մուշ սասունցի ու վանեցի են նրանք ովքեր կռվել են ասի ես իմ նախնիներից դժգոհ եմ անձամբ իմ չէ մեր նախնիներից որ մինչև վերջ չեն կռվել ու թող կռվեին թող հաղթեին թող իմ հայրենիքը պահեին չէ թող բոլորը զոհվեին ես էլ չծնվեի ես էլ այտենց մարդ եմ ես պատրաստ եմ Բարձ է ելնելով մեր ժամանակի որոշակի սղությունից վերջին ու նախավերջին ու վերջին հարցերն էլ ձեզ ուղղեմ Պարոն Ղևոնդյան, նաև ձեր տեսակետները ճշգրտելու համար օգոստոսի 8-ի համաձայնագրին վերադառնանք հայ, ադրբեջանը, ամերիկյան այդ համաձայնագրին, եթե կարելի է այսպես որակել, էլի շարունակվում է բանավեճը այս առումով, ոմանք դա համարում են դավաճանական, հանձնվողական, պարտվողական համաձայնություն, ոմանք դա համարում են
եմ, որ դրանով հանդերձ մենք մեր դարավոր թշնամիներին թուրք-ադրբեջանական տանդեմին հնարավորություն ենք տալիս մխրճվելու հայկական տարածք, Զանգեզուրը կտրելու եւ լուրջ էլի գոյաբանական վտանգներ, անվտանգային վտանգներ ստեղծելու մեզ համար, ոմանք դա համարում են շատ դրական հեռանկար Ամերիկայի հովանու ներքո Թրամփի WhatsApp-ը ունենալու պահով, ինչպես հիմա են շատ մի քիչ կիսահումոր, թե հումորով ասում, ինչ է կարծում, սա իրականում մեզ համար դրական քայլ էր, թե ոչ, եւ նաեւ ելնելով այն տրամաբանությունից, որ Ալիևը շարունակում է համառորեն այդ Թրամփի ուղին, որ մենք համարում ենք Թրամփի ուղի, համարել, որ սա միջանցք է։ Միջև ձեր հարցին անդրադառնալը ամբողջապես համաձայն եմ պարոն Ասլանյանի դժգոհությանը ուղղված մեր պապերին, այո, իսկապես այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, դրա առաջին եւ գլխավոր մեղավորը մեր նախնիներն են, ովքեր ժառանգել են մեզ այն, ինչ ունենք։ Սա այսպես, վերաբերյալ ուրեմն օգոստոսի 8-ի համաձայնություններին, հենց նրանից է բխում օգոստոսի 8-ը։ Մենք ունենք այն իրավիճակը, որը ունենք, այդ իրավիճակը ձևավորվել է առաջին հերթին մեր պապերի, բայց նաև մեր սխալների արդյունքում 30 տարիների ընթացքում, երբ մենք առաջին իսկ օրից, երբ Արցախում հրադադար հայտարարվեց, Արցախը անառիկ բերդ դարձնելու փոխարեն թալանում էինք եւ Արցախը եւ Հայաստանը եւ ամեն ինչ, ընդ որում ես այստեղ չեմ ցանկանում թալանողների անուններ տամ, բոլորս լավ գիտենք ովքեր են արել, ինչպես են արել։ Եվ դրա արդյունքում մենք այսօր ունենք այն ինչ ունենք։ Այն ինչ ունենք մեզ հնարավորություն է տալիս պահել գոնե դա։ Եվ դա պահելու համար մեզ անհրաժեշտ էր օգոստոսի 8-ի համաձայնագրի նման մի բան, որը Հայաստանի այս իշխանությունը կարողացավ իրականություն դարձնել, եւ սա ակնհայտորեն դրական, որպես դրական արդյունք պետք է գրել Հայաստանի ներկա իշխանությունների ակտիվում։ Ինչ վերաբերում է նրան, թե այսպիսով ինչ որ մեկը մխրճվում է Զանգեզուր, որը մեկը Զանգեզուր չի մխրճվում, Զանգեզուրը կամ Սյունիքը մերն է, Սյունիքը մերն է լինելու, այն ճանապարհը, որը կառուցվում է, այն ճանապարհը, որը կառուցվում է, մնալու է մեր տիրապետության տակ, հողը, որի վրա դա կառուցվում է, մնալու է Հայաստանի Հանրապետության տիրապետության տակ, ինչի մասին Փաշինյանը իր վերջին ելույթներից մեկում միանշանակորեն նշեց։ Այդ ճանապարհի շրջանակներում Հայաստանի բոլոր ծառայությունները ունենալու են հասանելիություն այնպես ինչպես Հայաստանի մնացած հատվածներում, ինչի մասին եւս Փաշինյանը հստակ նշեց, շատ ավելի մեր ունկնդիրների համար շատ ավելի պարզ ասեմ, եթե որևէ մեկը դա լինի ադրբեջանցի, ամերիկացի թե մեկ այլ երկրի քաղաքացի մտնի այդ ճանապարհ եւ այնտեղ ենթադրենք մեքենայով ավտովթարի ենթարկվի, այդ ավտովթարի հարցը Հայաստանի Հանրապետության պարեկներն են գնալու եւ լուծելու։ Այսինքն որևէ օտարում Հայաստանի Հանրապետությունից տեղի չունենալու։ Ինչ վերաբերում է նրան, որ Ալիևը խոսում է միջանցքի մասին, Զանգեզուրի միջանցքի մասին, տեսեք, այստեղ կա այսպիսի մի իրականություն եւ դրա մասին իմիջիայոց Հայաստան այցելած փորձագետներից մեկը ուրեմն միջոցառման ժամանակ ասաց, որ ճանապարհը չի սկսվում եւ չի ավարտվում Հայաստանի Հանրապետության սահմանից մինչև մյուս սահման։ Այդ ճանապարհը շատ ավելի մեծ ճանապարհ է, որը սկսվում է Ադրբեջանի սկզբից եւ հասնում է մինչև Թուրքիայի սահման Ադրբեջանի համար։ Եվ Ադրբեջանը կարող է այդ ճանապարհին դնել այն անունը, ինչ անուն ցանկանում է։ Այլ է հարցը, որ մենք մեր իրավունք չունի։ Մեր հողի վրա իրավունք անուն դնել։ Այո, հենց դրա համար եմ ասում, դա մեր հողի վրա չէ։ Դա վերաբերում է իրենց ճանապարհին, իրենց տարածքում։ Իրենք կարող են այնտեղ ամեն մետրը մեկ դնել Զանգեզուրի միջանցք անվանում։ Մենք այդտեղ կապ չունենք։ Խոսքը մեր հատվածը կոչվում է տրիպ, եւ այստեղ ադրբեջանցիները իրավունք չունեն, այո, որևէ կերպ այս հատվածին անուն դնել, բայց իրենց հատվածին թող դնեն ինչ անուն ուզում։ Իրենց հատվածին չի հարցը։ Կներեք, հանկարծ ես պատմության մեջ գնացի խաղաղության։ Հիշեցի 1920 թվականի Սևրի պայմանագիրը, որտեղ ուղղակիորեն Հայաստանին խաղաղություն բերվեց եւ Ավետիս Ահարոնյանը ստորագրումից հետո դուրս գալով իր ոսկեսայր գրիչը օդ բարձրացրած, ինչպես Չեմբերլենը 38 թվականին հայտարարեց, որ ահա այն ոսկեսայր գրիչը, որը Հայաստանին առաջիկա 100 տարին խաղաղություն բերեց։ Եվ գիտեք, վերցրած այդ գրիչը գավառման էին տալիս եւ ցույց էին տալիս Հայաստանի ժողովրդին, թե մենք տեսեք ինչ խաղաղություն ենք բերել։ Այդ խաղաղությունը բերեց նրան, որ 64000 քառակուսի կիլոմետր ենթադրյալ Հայաստանից մնաց 30000-ը, ընդամենը 30000-ը։ Սա մեկ փաստ այդ առումով, որ
չի կարելի խաղաղություն իհարկե խաղաղությունն այն է երբ որ հիմնավոր է հիմա ավելի հետ գնանք պարոն Ղևոնդյան ես ուրիշ մոտեցում ունեմ նաև սրան ես այն վտանգներն եմ տեսնում որ այս բոլորի մեղքը նախ եւ առաջ դրվեց 94 թվականի մայիսի 12-ին երբ այդ հրադադարի տակ Հայաստանի իշխանությունները Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Վազգեն Սարգսյանը իրենց ստորագրությունները փորձեցին ու դրեցին դրանով իսկ Ղարաբաղի հարցը ազգերի ինքնորոշման իրավունքից դաշտից հանելով տանելով տարածքային ամբողջականության եթե այն ժամանակ այդ սխալը չկատարվեր եւ մեր նման մարդկանց որ մենք ասում էինք ոչ Հայաստանը չպետք է ստորագրի դրա տակ պետք Սամվել Բաբայանը ստորագրել է Ալիևը ստորագրել էր դա պետք է մնար Ադրբեջանի ներքին հարց որպես ազգերի ինքնորոշման եւ այդ դեպքում ամբողջ աշխարհը մեզ ագրեսոր չէր հայտարարի ու բոլորովին ուրիշ կգնար բայց ինչ եղել է դա եղել է հիմա գանք սրան Այո, կոնկրետ այսպես թիրախային ինչ վտանգներ եք տեսնում, հետո վերջում Գեզրափակի վաղաշապատի ընտրությունների վերաբերյալ ձեր տեսակետները ու դրանով Ինչ վտանգներ եմ տեսնում։ Ես ասացի, ես չեմ գտնում, որ հենց այնպես օդից խաղաղություն ընկնում է։ Խաղաղություն Բայց երաշխավոր, ասում են երաշխավոր ունենք, մեծագույն տերություն։ Կներեք Դոնալդ Թրամփը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ երաշխավորում է։ Վուդրո Վիլսոնն էր 20 թվականին երաշխավորը Ամերիկայի կառավարություններ մանդատն էին նույնիսկ ուզում վերցնել ինչի մասին է խոսքը ժամանակ ուրիշ էր իրավիճակը Ախ այն ժամանակ բա հիմա էս էլ հիմա ուրիշ է գիտեք ինչ է Վարդան Պետրոսյանը մի ներկայացում ունի ասում է հիմիկվա թուրքերը այս թուրքերը ուրիշ թուրքեր են չկա տես բան Հայաստանի Հանրապետությունը 1920 թվականին օկուպացվել է եւ դրանից հետո ինչ Վուդրովիսոն ինչ Սևրի պայմանագիր Եթե այսօր Աստված չանի Հայաստանի Հանրապետությունը օկուպացվի նույն կերպ որևէ համաձայնություն չի իրականանալու Ինչն է օկուպացվել Հայաստանի Հանրապետությունը այդ ժամանակ օկուպացված չէր 20 թվականի օգոստոսին օկուպացված չէր Դրանից 3 ամիս հետո օկուպացվել է Դրանից ընդհանրապես օրեր անց Թուրքիան Ռուսաստանի աջակցությամբ հարձակվել է մեծ 3 ամիս հետո Բա ուր էր այդ Ոսկեսայր գրիչը, որը 100 տարվա խաղաղություն էր բերել Բայց ով է ասում, որ իրենք պետք է գան մեր փոխարեն կռվեն, պարոն Ասլանյան Ահան, բա ուր էր այդ նույնն էլ Խեղճ Չեմբերլենն էր, երբ որ վերադարձավ Մյունխենից, հայտարարեց, որ ես Անգլիայի համար խաղաղություն եմ բերել Անգլիան ընկավ պատերազմի մեջ, Խեղճ Չեմբերլենը այնքան մտածմունքների մեջ ընկավ, որ մահացավ շուտով։ Կներեք, իսկ այստեղ գեոքաղաքական, որ հիմա նաև այդ կարծիքները շրջանառվում, արագ խնդրում եմ սա ասեք, եթե կարելի է, սիրելի բարեկամներ, հետո անցնենք ամենավերջին հարցում ու դրանով թույլ կտակ ամփոփենք այսօրվա մեր թողարկումը։ Այստեղ գեոքաղաքական հակամարտությունների հետք դուք չեք տեսնում արդյոք, այսինքն ասում են ոմանք ընդդիմադիր շրջանակները այսօրվա իշխանությունների եւ իշխանամերձ շրջանակների, որ մենք սրանով հանդերձ շրջանցում ենք տարածաշրջանի երկու խոշոր դերակատարների Ռուսաստանի եւ Իրանի, այսինքն տրորում ենք նրանց տարածաշրջանային շահերը, այստեղ է շան գլուխը թաքնված, չեն կարողանում համադրել նաեւ նրանց շահերը այս ամեն ինչի մեջ, դառնում ենք արևմուտքի, նաեւ թուրք-ադրբեջանական դրանով հանդերձ տանդեմի կույր գործիքը, ասենք ընդդեմ ռուսական կամ իրանական ազդեցությամբ եւ դրանով մեզ մատնում են գոյաբանական մեծ վտանգի հարվածի։ Ինչ կարծիք եք այս ամենի մասին։ Ուրեմն ասեմ, դուք ասեք հետո պարոն Ղևոնդյան արագ։ Թրամփի ամբողջ գործողությունները դեռ 1 տարի առաջ ես ասել եմ, հիմա էլ եմ ասում։ Ու ցավալիորեն Թրամփը ինչու էր իր նախընտրական պայքարում ասում, որ ես 1 շաբաթում այս պատերազմը կկանգնեցնեմ, սա կանեմ, նա կանեմ եւ այլն, որովհետեւ Թրամփի միակ նպատակը ոչ թե Հայաստանն էր, այստեղ Անդրկովկասում խաղաղություն հաստատելը, Նոբելյան մրցանակ ստանալն էր եւ չստացավ։ Եվ հիմա Թրամփը կներեք արտահայտությանս թքած ունի թե այստեղ ինչ կկատարվի։ Վերջացավ գնաց, չկա այդպիսի բան։ Պարոն Ասլանյան ջան, հիմա կներեք ձեզ շատ բարեկամաբար այսպես մի բան անեմ, այսպես թիրախային նկատողություն։ Որ 2022 թվականին դարձյալ Ռուսաստանին, այսպես ասած, որ դրա համար են, չէ՞, նրանք նեղացել մեզանից, ինչքան ես լսում եմ։ Շրջանցելով Նիկոլ Փաշինյանը, որ այն ժամանակ դուք իր հետ էիք, գնաց շատ փառահեղ ձևով տղամարդու նման Պրագայում ստորագրեց Ադրբեջանի տարածքային
ամբողջականությունը ճանաչված փախտած Արցախով ներառել, բա ինչու այդ ժամանակ չկանգնեցիք ու Նիկոլ Փաշինյանի մի թափով չպախարակեցիք։ Այն ժամանակ որպեսի դա ես ասեի, ոչ, այն ժամանակ որպեսի Արցախը դատարկ մի րոպե, որպեսի այն ժամանակ ես դա ասեի, պետք է դուրս գայի, որ նոր ասեի, որովհետև երբ դու ներսում ես, չես կարող ասել։ Ինչու դուրս չեք գալ, դու խիզախ մարդ եք։ Դեռ ներսից էի ուզում պայքարել։ Էսի հասկացած ես։ Ներսից դեռ հույս կար, որ ներսից բոլոր դեպքերում, որովհետև այն ժամանակ նաև ներսում խոսակցություններ կար, որ ի վերջո Արցախը ժողովուրդների ինքնորոշման իրավունքով ներքին ստատուս կարող են հասցնել։ Այդ խոսակցություններ կար եւ ինչ որ ձևով, այո, ես եթե վերցնենք այդտեղ ինչ որ ենթադրենք ես դուրս գայի, բայց դրանով ոչինչ չէր փոխվի, բայց ես ներսում Պարոն Աղազարյանը, մենք ուզում էինք ներսում որևէ բան եղանակ փոխել, հասկացած ես, հասկա։ Եվ եթե կարելի է այսօրվա շատ հետաքրքիր եւ լավ իմաստով թեժ զրույցը եզրափակենք ձեր տեսակետներով վաղար շաբաթում էջմիածնում վերջերս տեղի ունեցած ընտրություններով։ Ինչպես է որակում, կաշ կոնկրետ, այո, խնդրեմ, ձեզնից որպես այս ընտրությունները, որոնք նախապատրաստում են 26 թվականի հունիսի 7-ը, միայն մի բան էր այս ընտրություններին նրանք հաղթանակ տարան, որովհետև հնարավորություն կար ընտրության աշխարհագրությունը փոխելու եւ վերջացավ գնաց։ Տեսեք, արդար ճիշտ ընտրություններ համարում եք թե ոչ։ Իհարկե ոչ, որովհետև կեղծիքներ կային։ Ոչ, այդ կեղծիքները պետական մակարդակով արվեց։ Վաղար շաբաթում ԿՊ-ն ստացել է 30%։ Մնացած, որ ինքը ցենց եղավ, դա նրանից էր, որ մնացած 18 գյուղերը, որտեղ վաղուց արդեն Արգիշտի Մեխակյանը առաջի դեմքն էր, հետո էլ եկավ այստեղ որպես ԺՊ, ինքը իր ընտրողներին բերեց, լցրեց այստեղ։ Փաստորեն դրա մեջ դուք տեսնում եք կեղծիք, այսինքն անուղակի կեղծիք եք տեսնում։ Այո, դա քաղ ամբողջությամբ քաղ տեխնոլոգիա է, սիրուն փոխում ես ընտրության դիրքավորումը եւ ստանում ես առավելություն։ Բարձ է։ Շնորհակալություն, ձեր տեսակետը բարոյական, ձեր տեսակետով այո, եզրակացնենք, այո, ես ձեր հարցում մի շատ վտանգավոր ձևակերպում տեսա, ես համապատասխան նշեմ, դուք ասացիք արևմուտքը դերաշրջանական թուրք-ադրբեջանական տանդեմը, թուրք-ադրբեջանական տանդեմը արևմուտքի այնքան ինչքան Ռուսաստանը, Չինաստանը, թուրք-ադրբեջանական տանդեմ նույնիսկ այդպիսին այս պահին այն գլոբալ իմաստով որ պատկերացնում են գոյություն չունի, որովհետև Ադրբեջանը իր քաղաքականությունը տանում, Թուրքիան իր քաղաքականությունը, շատ հարցերում իհարկե շահերը համընկնում են։ Այ վտանգ չեք տեսնում։ Ինչ վերաբերում է, այո, իհարկե վտանգ կա Հայաստանի Հանրապետության համար։ Ինչ վերաբերում է պարոն Ասլանյանի ասած, որ Թուրքիան Ամերիկայի դաշտում չի խաղում, լավ կլիներ որ Թուրքիան խաղար Ամերիկայի դաշտում, բայց այդպես չի խաղում։ Ինչ վերաբերում է պարոն Ասլանյանի կողմից նշված մոռացա ինչ իմաստն է ցանկանում ասել։ Ընտրությունները վաղարշաբաթի։ Միջև վաղարշաբաթի ընտրությունները ամեն դեպքում Հայաստանի Հանրապետությունը, այո, Հայաստանի Հանրապետությունը ինքը պետք է իր խնդիրները լուծի։ Այն փաստաթուղթը, որը ստորագրվել է օգոստոսի 8-ին, պարոն Ասլանյան ջան, այդ փաստաթուղթը հնարավորություն է։ Դրա համար ես ասում եմ, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է խաղաղությունը եկել է, ես ասում եմ խաղաղության հնարավորությունն է եկել։ Համաձայն եմ այդ։ Ոչ թե ամբողջապես խաղաղություն։ Իսկ խաղաղությունը պիտի կառուցենք նոտայով ենք ավարտելու։ Մենք պիտի կառուցենք խաղաղություն։ Կներեք, երբ որ ամեն ինչ դրվում է իր տեղը, այո, հասկանում եք, երբ որ կյանքը շախմատ է, երբ որ շախմատի մեջ նավակին նավակ են կոչում եւ ոչ թե ձի, այո։ Այո, համաձայն եմ։ Բայց այդ խաղաղության հնարավորությունը եթե իրեն հայտարարեն, որ դա ոնց բնութագրեցիք, խաղաղության հնարավորությունն է եկել։ Այո, խաղաղության հնարավորությունն է եղել, բայց ամեն մի հնարավորություն չէ, որ վերածվում է։ Ինչպես պարոն Ասլան, շարունակեմ, ինչպես խաղաղության հնարավորություն բերել էր Ավետիս Ահարոնյանը, բայց չկարողացավ իրացնել։ Հիմա հուսանք, որ Նիկոլ Փաշինյանը մոտ դա կստացվի։ Հույսը վշտերի քայլն է մտերիմ ասել է մեծ բանաստեղծը մի արդյոք։ Ինչ վերաբերում է վաղարշաբաթի ընտրությունները, դրանք նախերգանք էին 2026 թվականի հունիսին կայանալիք ընտրությունների, հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների, եւ այն պատկերը, որը գրանցվեց վաղարշաբաթում, շատ մեծ հավանականությամբ գրանցվելու է նաեւ 2026 թվականի հունիսին։ Որին ես կասկածում եմ։ Սա նշանակում է մեկ բան, սա նշանակում է, որ փոքր մասշտաբում
անկախ նրանից, չգիտեմ գյուղերի ընտրողների դեմ ինչ ունեք, պարոն Ասլյան, բայց գյուղերի ընտրողների, գյուղից ընտրողների դեմ, բայց գյուղից ընտրողները մեր քաղաքացիներն են եւ ունեն հավասար ձայն մեզ հետ, ինչը նշանակում է, որ համապետական ընտրությունների ժամանակ գյուղական բնակչությունը, քաղաքային բնակչությունը, մայրաքաղաքի բնակչությունը բոլորով իրար հետ ձևավորելու են մի ընդհանուր կառավարություն եւ այդ կառավարությունում իմ գնահատմամբ քաղաքացիական պայմանագրի հնարավորությունները դառնալ նորից իշխանություն ամենաբարձրն են, ինչպես որ ռուսամետ ընդդիմության հնարավորությունները երկրորդ տեղը տանել նորից ամենաբարձրն մնացած բոլոր ուժերի մեջ։ Ինչ է տեղի ունեցել, մենք տեսանք վաղաշաբաթում։ Մի հարցեր շատ դարձյալ արագ պատասխանի ակնկալիքով, այլ միացնեմ մտքովս անցավ, միացնեմ ձեզ այս հարցի մեջ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերջին այսպես կարելի ասել մամուլի ասուլիսները, չնայած Սերժ Սարգսյանին դա մամուլի ասուլիս չէր, այդ ոդքասթի հայտնի այսպես հարցազրույցներ, հա, այդ ֆորմատի, այդ ձևաչափի, այնտեղ նրանք ասում են, որ բոլորովին խաղաղություն չկա, խաղաղություն չի երևում, Ռոբերտ Քոչարյանը իր ասում ժամանակը ասում էր, որ այդ մենք կորցրեցինք Արցախը, որովհետև նոյեմբերի 9-ը չկարողացանք մեր կողմից կիրառել, այդ Լաչինի միջանցքը տրված էր մեզ, որպեսզի մենք ճանապարհ տայինք Ադրբեջանին, դա չտվեցինք եւ աղետները եկան դրանից։ Ճիշտ է թե չէ։ Եկեք մի անգամից ես անցնեմ հարցի էությանը։ Արագ անցեք, հետո Ղևոնդյանն էլ ու կվերջացնենք։ Ուրեմն, տեսեք, Նենց կարևոր բան կար ասելու։ Նախ եւ առաջ քաղաքականություն։ Եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը իսկապես ուզում են Հայաստանում խաղաղություն լինի ու ճիշտ ընտրություններ լինի, քաղաքականությունից պետք է դուրս գան։ Գիտեք ինչու։ Որովհետեւ այսօր իշխանությունները ժողովրդին դրել են վատի եւ վատագույնի ընտրության առջև։ Եվ բոլոր ամբողջ ժողովրդին վախեցնում են, եթե մեզ չընտրեք, գալու են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Եվ սա այս արգումենտը հզոր ձևով աշխատում է։ Այսօր քաղաքական մոնոպոլիա է ստեղծվել քաղաքական դաշտում։ Եվ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենք մի կողմից ընդդիմադիր դաշտ չեն թողնում, որ նոր ուժ մտնի, մի կողմից ԿՊ-ն չի թողնելու ու կամաց, այսպես ասած, մաքրելու է իր ճանապարհից իրեն ընդդիմադիրներին եւ արդյունքում նորից ցանկություն կա երկուսով հայտնվելու այնտեղ մստապես, որովհետեւ եւ ապահովելու Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը անպայմանորեն այստեղ սա սինխրոն է, ես ներսից ասեմ, բավականին երկար ժամանակ ես ասել եմ, հստակ ընդդիմությունն ու իշխանությունը այսօր հստակ սինխրոն աշխատում են։ Գիտեք, ես չեմ ուզում ուրիշ վատ բաներ էլ ասել, ես գոնե տեսնում եմ, թե ինչպես են այնտեղ իրար այսպես Բայց բանը ասում եթե երրորդ ուժը չկա, նոր ուժեր չեն գալիս, հիմա ասում են այդ մարդիկ էլ պետականության, գոնե փրկության գաղափարի կրողները ուզենք թե չուզենք մենք ենք լինում։ Բայց սրան ոչ թե չեն գալիս։ Այդ երրորդ ուժերը չկան, թույլ են տան երևույթ է։ Ոչ, չեն թող։ Այնպես է։ Հենց այդ ուժերը երկուսով, այո, այդ ուժերը ամեն ջանք գործադրում են, որպեսզի եւ ընդդիմադիր դաշտը չկարողանա ձևավորվի, եւ նաև ընդդիմադիր դաշտը իրենց համար որպես ընդդիմություն եւ իշխանության դաշտը որպես չեն թողնում, թող իրանք պայքարեն, ինքնահաստատվեն ու եթե չեն թողնում։ Ես չգիտեմ որ չեն թողնում։ Ասում են վայ, ասում են բայենա Ռոբերտ Քոչարյանն ասում է Նիկոլ Փաշինյանն ասում է գնացեք հեղափոխություն արեք։ Գիտեք ինչի է ասում, գնացեք հեղափոխություն արեք, որտեղ գիտի որ ժողովուրդը հեղափոխության չի գնալու։ Ինչու՞։ Որովհետև արդեն մի անգամ հեղափոխություն արել է, հիասթափվել է, շատ կներեք, հիասթափվել է, հեղափոխությունը քայլ չէ, հեղափոխությունը թռիչք է, երբ որ թռնում ես, չգիտես ուր կիջնես։ Դասեր քաղի այդ հիասթափությունից հիմա շատ լավ հեղափոխություն արեք։ Այստեղ ամենակարևոր բաներից մեկն է, որ ես ժողովրդին այստեղ նորից եմ անում, եթե վաղար շաբաթում 47%-ի փոխարեն 60% կար, նա չէր հավաքելու, որտեղ նրանք բոլոր ովքեր չեկան, ձայները տվեցին ԿՊ-ին։ Այդ վիճակը եւ ժողովրդին կոչ եմ անում առաջիկա ընտրություններին բոլորը ինչքան հնարավոր է գան ընտրության, թեկուզ ոչ ոքի չընտրեն, բայց բարձրացնեն տոկոսը, որովհետեւ իշխանությունը ունի ամենաշատը 30-ից 35%։ Եղավ։
Եղավ, հասկացած ես։ Ձեր տեսակետներ շատ արագ ու ավարտենք, ժամանակի արդեն խնդիր կա։ Կոչես չեմ անի եւ կարճ կլինեմ, այո, եթե կարելի ավարտենք։ Ռոբերտ Քոչյանը եւ Սերժ Սարգսյանը չեն ցանկանում խաղաղություն, չգիտեմ եւ այլն, իրեն ինչ պարոն Ասլանյանը ասաց, դա ակնհայտ է իրենց գործողություններից Ռոբերտ Քոչյանը եւ Սերժ Սարգսյանը, որտեղ դեմ են դրան, այլ ընդհանրապես դրա մասին չեն մտածում։ Ռոբերտ Քոչյանը եւ Սերժ Սարգսյանը ցանկանում են մեկ բան, Հայաստանը վերադարձնել Ռուսաստանի ազդեցության դաշտ եւ եթե հնարավոր լինի հետագայում Ռուսաստանի միջոցով ապահովել իրենց շրջապատի, իրենց հարազատների ֆինանսական եւ այլ հնարավորությունները եւ դրանց հարատեվությունը։ Եվ այդ պատճառով Ռոբերտ Քոչյանը եւ Սերժ Սարգսյանը չեն դուրս գա քաղաքականությունից, որովհետեւ այդ դեպքում այս նպատակը իրացնել չեն կարող։ Ինչը նշանակում է մեկ բան, որ ուզենք թե չուզենք, գոնե 2026 թվականի ընտրություններին մենք գալու ենք նույն իրավիճակով, լինելու է նույնը ինչ եղավ 2021 թվականին, իսկ դրա փոփոխության համար անհրաժեշտ է մեկ այլ բան, ոչ իշխանությանը, ոչ Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը ձեռք չի տալիս, որ դա փոխեն։ Այո, պարոն Ասլանյանը ճիշտ է այդտեղ, ես գտնում եմ դա ձեռնտու է դրա փոփոխությունը այլ քաղաքական ուժերին, այլ քաղաքական ուժերը պետք է փորձեն փոխել իրենց վերաբերմունքը, իրենց մոտեցումները, որպեսզի գոնե 31 թվականին հնարավոր լինի ունենալ այլ քաղաքական։ Այո։ Եղավ։ Դրա համար ես ժողովրդին ասում եմ, ընդդիմադիր ուժերը ոչ թե պետք է կուտակվեն մեկ տեղում, այլ պետք է ստեղծվի ճակատ, ընդհանուր ճակատ, որպեսզի իշխանությունները չկարողանան, եթե որևէ մի հատվածին իրենք կարողանան չեզոքացնել, Մոլդավիայի օրինակով բանով, ճակատ է պետք ստեղծել եւ այդ ճակատով պետք է գնալ ընտրության։ Դուք արդեն կոչ արեցիք, հասկացանք ձեզ։ Շնորհակալություն, որ այսօր եկաք եւ այս բանավեճը ծավալեցիք մեր հեռուստաընկերության տաղավարում։ Սիրելի բարեկամներ, եթերում Արենա բանավեճային ծրագրի հերթական թողարկումներ, մեր այսօրվա հյուրերն էին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի անկախ պատգամավոր Մասկ կուսակցության փոխնախագահ Հակոբ Ասլանյանը եւ անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Սիրելի բարեկամներ, շնորհակալություն, որ ունկնդրեցիք մեր այս թողարկումը։ Ես դիմում եմ մեր այն հարգելի ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր Փակ TV հեռուստաընկերությանը, խնդրում եմ նրանց ընդհանրապես սեղմել զանգակ կոճակը, բաժանորդագրվել Փակ TV հեռուստաընկերությանը եւ դիտել մեր հետաքրքիր եւ բովանդակալից հաղորդումները։ Շնորհակալություն, կհանդիպենք։